մեծ հաճույքով այս զենքով ճակատիցդ կխփեի։ Ինչի համար։ Նրա համար, որ ես մի տարեկան էի, ծնունդիս տորթի մոմը դու փչեցիր իմ փոխարեն։ Դու այդ ժամանակ չէիր կարողանալ փչել։ Դու փոքր էիր։ Այ քեզ բա։ Սպասեիր մեծանայի կփչեի։ Իմ ապրանքը տվեք, ես գնամ։ Դիմադիրներ ջան բարուս։ Ես լավիկ, ես ստեղ ոչ մեկ չէր սպասում։ Ընկեր ջան, ես եկել եմ ստեղ շատ կարևոր քաղաքական հայտարարություն անելու։ Ախպեր, իմ ապրանքը տվեք, գնա։ Ժիրո։ Ինչ է ձեն ուներս պիջակ աղբերա հորս, մետ հուշտ է լագի դժ։ Բարի օր ձեզ։ Աղբերս ավտոս հարմար չի կանգնած կլինի հերթս իջես ինձ։ Բադա հարցամրեմ կս, ոչ չիլի են տրասագվաշ ջան։ Իջեցնեմ, որ մենք ծուցակում համար, ճիշտ ասած հլը համար չունենք, բայց դուք կարող եք ձեր համարը մեզ տրամադրել, մենք կզանգարենք ձեր համարին, մեր համարը կասենք բրանքս։ Լավիկ, գնաս տեղից։ Կարճ ասած, երեկվանից ես մտել եմ քաղաքականության մեջ։ Երեկվանից աղբերդ գիտ կուսակցության քարտուղարն է։ Ու առաջի բանը ինչ որ պետք է անեմ, այս ձեր ռեստորանը փակվում է, տեղը դնում եմ կոֆեի ապարատներ, որ աղբորժեմը նորմալ փող կտա։ Դե հիմա դու էլ փախնում ես տեղից, քանի գլխիցը չեմ կրակել, մեկ այն չեն դատելու։ Շուտա։ Ուրը սորև չփոշմաց։ Ժիրո, հարուտը փողը փոխանցել է, ես գնում եմ կանխիկացնեմ։ Բայց դու այս խաղալիքներով էլ չխաղաս։ Բայց խաղալիքները խաղալու համար է։ Բայց քո խաղալիքները չեն։ Դու էլ եկամ հասկացած։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վախչելու լեռնիկը հինարադրան է կամաշան ու վիկան, Գալիսյան է միլս է տանում ես թիմը նոր Ժիրո Իվան Մեր մեծ հանրահավաքը տեղի կունենա այսօր։ Դե լավ էլի Վեներա ջան, ախր հանրահավաք անցկացնելու համար շատ կարևոր է ճիշտ օր ընտրելը։ Բա ոնց իմանանք այդ ճիշտ ու սիրուն օրը։ Իմ տարիների ցուցարարական փորձը ցույց է տվել, որ ցույցը պետք է անցկացվի հրաշալի եղանակի։ Տարածքում պետք է լինի պերաշկի վաճառող, պերաշկին պիտի լինի 100 դրամ, կարտոֆիլով, մի փոքր կանաչի եւ աղ ու բիբարով խառնած։ Հիմա մեզ համար ավելի կարևոր է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսելու, որ մարդիկ մեզ ձայն տան։ Ես կարամ ունեց բան առաջարկեմ, որ ոչ միայն իրանց ձայները տան, այլ նաև իրանց հոգին էլ ուզեն անտան։ Ուրեմն բոլորս կանչատեղյակ ենք, որ Հայաստանում ռեստորանները շատ ողորմելի վիճակում են։ Հերը գնում մենյուն բացում ես, կարդում ես, բան չես հասկանում ինչա գրած։ Նկարները նայում ես, տենց հավեսդ գալիս, ուզում ես պատվիրում ես, հորա բերում են լրիվ ուրիշ բան, ուրիշ Մեզ առաջարկում եմ այդ մենյուի այդ նկարների տեղը, այս բոճեր պրոբլիկներ դնենք, որ գաց նստես, համտես անես, նոր դուրդ կա պատվիրես։ Մի խոսքով, ինձ կնշանակեք ռեստորանաշինության նախարար, ես սաղ կցեմ տեղը մեռնեմ ձեզ։ Ես մի հատ շատ լավ գործ ունեմ քո համար, արի ասեմ Լովիկ ջան։ Վեներա ջան, կլինի այդ գործը ասես ես անեմ, ասեք կանենք էլի։ Չէ, ուշունց, այդ գործը մենակ Լովիկը կարա անի։ Համակ ուշադրությամբ լսում եմ։
Լովիկ ջան, այս բուկլետերը վերցնում ես ու կազմակերպում ես, որ քաղաքով մեկ բաժանեն մարդկանց։ Որ չկա։ Էսա վրազի մեջ կոֆես ծվսնեմ կպնեմ գործի։ Ոյ։ Կպամ գործի։ Խնդրեմ ձեր պատվերը։ Շնորհակալություն։ Այս պիստոլետն եմ ուզում։ Բալես, այս դյադյայի պիստոլետն է։ Ինքը սրանով խաղում է, որ վերցնենք կարող է նեղվի։ Այս պիստոլետը։ Տղես, այս խաղալիքի խանութ չի։ Արի գնանք, ես քեզ ուրիշ տեղից կվերցնեմ։ Այս եմ ուզում։ Աղբերս։ Ես քեզ։ Չէ, կարիք չկա։ Թող վերցնի։ Ես հիշում եմ, փոքր ժամանակ մամային ասացի, մամ, ինձ էս նոր չինական էլեկտրական ավտոներից կառնես ես 26 թիվ։ Ասեց չէ։ Ես էլ տխրեցի, ստիպված գնացի տան վարակույրները վառեցի։ Լավ, Բալես, ինչ պիտի ասես դյադյային։ Գեմ։ Գնամ տեսնեմ էլ խաղալիք չկա։ Ժիրո, հանտը թողա փոխանցի։ Ես էլ ճանապարհին մտա վեցտա ու տան համար ճիր պատրաստող սարք վերցրի։ Բայց եթե քեզ խելոք չպահես, քեզ եմ դնելու այս սարքի մեջ ու չորացնեմ։ Ժիրո, Ձերքերը վերսակողո պուտա։ Հենց հիմա ամբողջ փողերը փոխանցի եղբորդ հաշվ։ նա մարդու վրա այն չեն պահում, Ժիրո։ Արա, Լավ դե խաղալիքա։ Համել խաղերի մեջ մարդիկ 3-4 կյանք են ունենում։ միշտ հիշի, պոլիփետն էլ է տարին մեկ անգամ կրակում։ Այսինքն որ մոտոս պոլիփետ բռնեն, տարին մեկ պիտի ձերբակալ է։ Դե լավ Իվան, ինչ վախկոտ ես։ Խաղալիք զենքա։ Բարի ճամփա, բստիկ ճստիկ։ Մանե հետդ գործ ունեմ։ Ալվարդ մի խանգարի երեխիս մուլտիկա նայում։ Մանե, եթե ուզում ես երեխեդ հեշտ ու արագ ծնվի, ուրեմն ինձ պետքա օգնես։ Լավ, ասա ինչա պետք։ Մտի այն կայքը, որտեղով տնտեսական իրեր ես պատվիրում, մի քանի բան պետքա պատվիրես։ Ասա ինչ ես ուզում։ Ուրեմն պատվիրում ես մի հատ մետաղական թասիկ, մի հատ պլաստիկ թասիկ իրա կափարիչով, թավա, 2 հատ սուր դանակ, աղած 1 քերիչ։ Ալվարդ, բայց մենք այդ ամեն ինչ ունենք, գիտես չէ։ Լսի, ինձ այդ ամեն ինչը լրիվ նորն է, պետք որտեվ թուրմ եմ պատրաստում։ Ինչ թուրմ։ Այ, դա տատական հին մեթոդ է։ Այդ թուրմը խմում ենք ու երեխեն հեշտ ու արագ ծնվում է։ Ոյ, Ալվարդ, խնդրում եմ մի արա էլի այդ պարավական բաները։ Այդ թուրմը չգիտեմ, բայց հիմա լիքը ժամանակակից քյութ մեթոդներ կան։ Օրինակ, յոգայի կուրսեր կամ ջրային ծննդաբերություններ, ու որ ամենակարևորն է, հիմա թողնում եմ, որ պապան ծնարանում լինի։ Էդ է մեղմացնում ցավերը, ոչ թե կասկածելի թուրմանյութերը։ Ոյ, չէ ծնարանում, իսկական պապան պետքա ծննդատան բակում շամպանսկի գմփցնի, բարձր երաժշտությունը քոքի, ընկերներն է խմեն, որ սաղ ծննդատանը խանգարեն։ Այդ է իսկական տղամարդը։ Վայ, տիկին Լարա, բարև ձեզ, եկեք։ Երեխեք, ես ձեր օգնության կարիք ունեմ։ Ես քիթ կուսակցության նախագահս կոչ եմ անում մեր երկրի այն քաղաքացիներին, ում համար կարևոր է մեր երկրի ապագան, գան եւ այսօր մասնակցեն մեր հանրահավաքին։ Այսօր լինելու է հրաշալի եղանակ։ Իմիջիայլոց պերաշկիներել են լինելու։ Այորս, Արա Լովիկ, ես ի՞նչ է վիճակը, Դովիկ։
Հալա, մռնկս, հիմա մաշինով գնում եմ անձրև սկսեց։ Անձրևի տակ քշելով եկա մեկ էլ մի հատ մեծ ջրապոս։ Բլխ կնկա մաշինով մեջի խորտակվեց։ Ոնց դուրս եկար։ Բայց ավտանեմ ես մի 3 ժամով կարում եմ դիխանի պայեմ, չէ։ Ուրեմն ասել սկանք, մինչև վես ջրի ճնշումից այդ շուշը կատարական իմ համար լողալով էլա ջրի ես։ Բայց դες չինի, այմ ամեն մեկ իմ նման դիխանիությունի վերնեմ ձեզ։ Դրա համար ես առաջարկում եմ մի հատ շատ լավ տարբերակ։ Ինչ տարբերակ, Լյովիկ։ Այդ փոսերը վերացնենք, հա։ Չէ, շատ հիմար առաջարկ է, ես ավելի լուրջ ու կրիացիվ առաջարկ եմ անում։ Ուրեմն նայեք ինչ ենք անում։ Զուգ ենք առնում ու լցնում ենք այդ ջրափոսերի մեջ։ Ստացվում է, որ ամեն բնակիչ իր սեփական ձկներն է ունենում, հասկացաք։ Ինձ էլ կարաք նշանակեք փոսաշինության ու ձկնաբուծության նախարար։ Ինչ ասեմ։ Արա Լյովիկ, հիմար բաներ ես խոսում։ Էֆիր արա խանգարում ես գնաս տեղից։ Այդ ձկներն է փոսում չեն ապրում, եղավ։ Գնաս տեղից։ Սպասի։ Մեկնաբանությունները կարդա։ Ինչա՞ որ։ Մի հակաճառի, Լովիկը մարդկանց դուր է գալիս։ Արա Լյովիկ, Կարա հորս սորիվ նկարում, հա։ Սպասի։ արա Լյովիկ։ Լովիկ ջան մռնումքս զգր զգնարանի թեման ուժեղեր Արա Լյովիկ ես արա։ Արա Լյովիկ ես։ Արա խանգարում ես էֆիր արա։ Արա հավաքեմ բացուկը։ Հարութ, ես ապրանքի մեջ խաղալիք զենքի փոխարեն իսկական զենքին է լցրած։ Մենք էլ բաժանել ենք հաճախորդներին։ Սա լուրջ խնդիր է, Հարութ։ Ինչ ենք անելու։ Սես դեպքերում ճիշտը բան չանելն է։ Ոնց բան չանել։ Չէ, ես զանգում եմ ոստիկանություն։ Այո, այս դեպքերում ճիշտ է դա։ Իվան ջան, հիմա մի հատ խորը շունչ քաշի, ու լս ինչ եմ ասում։ Ոստիկանություն զանգես, բոլորս կընկնեն քաշքշուկի մեջ։ Դու ուղակի սպասի, ես հեսա կգամ սա հարցերը կլուծեմ։ Իվան, մի հատ էլ զանգի Հարութին էլի։ Ինչի համար։ Դե, այս զենքերից մեկը նվիրել եմ մի հատ երեխու։ Թող գնա իր հարցերն էլ լուծի։ Հարգիստ Իվան։ Ուզում ես երեխու։ Դե ինչ անեմ, ձերքս տեսավ ուզեց, ես էլ սրտից թույլ մարդ երևի քեզ եմ քաշել, նվիրեցի։ Ուր Իվան։ Իբուր, որի գնան գտնենք այդ երեխուն կանի, բակում կռիվ չեն խաղացել, ինքն էլ բոլորին չի օգնել։ Ճիշտ ես ասում, գնացինք։ Երկու միլիոն դիտում ես հավաքել Լովիկ։ Հոպա, բաուր տարվա մարկետոլոգ եմ մռնումքս։ Դիրախային գովված դա բաննա ամեն ինչից էլ գլուխ եմ անում, է։ Էլի հա, սովորական ալգորիթմա, տարածել է։ Սրանոմա բանի տեղ դնում որ։ Ես համաձայն եմ, որ ջրափոսերի հարցերով զբաղվի Լյովիկը։ Հետ մարդը ընկել է այդ խնդրի մեջ, իրա վիդեոից երևում է, որ սրտացավ է։ Ես հաստատ իրան եմ ընտրելու։ Դուք պատկերացնում եք, որ ինքը կարում է ջրի տակ 3 ժամ շունչ պահի, ուրեմն ինքը հավասարակշռված մարդ է։ Բարև ձեզ քիթ կուսակցություն։ Ուզում եք գրանցվել մեզ մոտ, շատ լավ։ Ամբողջ ընտանիքով եք ուզում գրանցվել, կարող եք այցելեք մեր գրասենյակ։ Լովիկը այստեղ այո։ Ուզում եք նկարվեք։ Շատ լավ, ուրեմն այսօր եկեք մեր հանրահավաքին եւ կնկարվեք Լովիկի հետ։ Բարև ձեզ քիթ կուսակցություն, լրագրողներ։ Լովիկից հարցազրույց։ Շատ լավ, ուրեմն կարող եք գալ այսօր մեր հանրահավաքին եւ Լովիկը կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Կսպասենք, ստեսուն ձեզ։ Ինչ է բոլորն Լյովիկա ցավ կպել հասկացանք էլի։ Հավաքի հələ քեզ։ Իսկ դու Լովիկ, գնա ու պատրաստի քո այսօրվա հանրահավաքի ելույթի տեքստը։
Ես մտածելու բան չունեմ, Վեներ ջան։ Միակ բանը, որ մտածում եմ, ասում եմ, ես հոտդոգից մի հատ չխփեմ։ Ես ուզում եմ հասկանամ, Վեներա ջան, սա մարդկանց առաջ ոնց է խոսալու։ Շատ է նորմալ խոսալու է։ Ես չեմ ասում, որ ես միանգամից 4 օտար լեզու գիտեմ։ Այ միջելոց, որ գանք իշխանության, ես առաջարկում եմ ինձ նշանակել արտաքին գործերի նախարար։ Արտակնովը։ Արտաքին գործերի նախարար։ Հա, ոնց հասկանում եմ, տեքստդ արդեն կազմել ես ու ուզում ես լուծես Հայաստանի արչև կուտակված բոլոր դիվանագիտական խնդիրները։ Ճոշե, Վեներա կուրո, ես ուղղակի սուտ ուզում եմ, որ պրպրամ իմ համար, թե չէ վիզայա, մոնալիզայա, դեպքես բաներա, բայց կապան ունեմ իմ երկրի համար լադաշ չվայլ է։ Լովիկ, գնա մտածի ու նորմալ առաջարկներով տեքստ կազմի հանրահավաքի համար։ Ու շունց, դու ամենասկզբից կխոսաս, դե քանի մարդիկ հավաքվում են, հետո խոսքը կփոխանցես Լովիկին։ Ես չեմ կարծում, որ իմ խոսքից հետո ինչ-որ մեկը կարանց խոսք ասի, որ լսելի լինի։ Ու շունց։ Լավ, հասկացա։ Պատկերացնում եք աղջիկներ։ Պուպսիկը ինձ էլ ուշադրություն չի դարձնում ընդհանրապես։ Շատ տխուր է Լարա ջան, բայց մեր տուն ինչ ես եկել։ Լարա ջան, ասա տեսնենք ինչ ա եղել, եթե կարողանանք կհելփենք քեզ։ Պուպսիկս ինձ ուշադրություն չի դարձնում էլ։ Ուրեմն առավոտը իրանից փող եմ ուզել ու մինչև հիմա չի փոխանցել։ Մինչև հիմա 4 ժամ արդեն անցել։ Ես համոզված եմ, որ ինքը ինձ չի սիրում էլ ու ես դաժե մտածում եմ, որ ինքը ինձ դավաճանում է, հաստատ դավաճանում է։ Լարա ջան, բայց ինչի ես տենց մտածում։ Որովհետև մարդը, որ մի անգամ մի բան անում, աման է, ինքը երկրորդ անգամ էլ կանի դա։ Ո՞վ։ Հա, կանի։ Դավաճանել ա։ Հա, իմ հետ իր նախկին կնոջը։ Վերել են բոլոր պարագաները։ Լարա։ Հա։ Իսկ կարողա դու պուպսիկի համար մինի պուպսիկ ունենաս։ Մինի պուպսիկ։ Սիրելի հայրենակիցներ, ընտրությունները նման են մեդուզայի, թափանցիկ են, լպրծուն, բայց զզվելի, թեկուն զզվելով, վաղը պետք է գնանք ընտրության և մեր ձայնը տանք քիթ կուսակցությանը։ Եթե մենք այսօր տեր չկանգնենք մեր ձայներին, ապա վաղը, ապա քաղաքացիական որոշումներ կայացնելուց չենք կարող ձայն հանել։ Ժողովուրդ ջան, հիմա ես ասում եմ շնչիր, դուք ասում եք ազատ։ Գնացինք, շնչիր։ Ես պետք է դու շնչի։ Ժողովրդի համար եք եկեք։ Չէ՞ ժողովուրդ։ Լարա ջան, նա ես բարձի ոնց է երեխու տեղ անցնում։ Բայց դրանից կարևորը, որ ճիշտ քայլես, ցույց եմ տալիս։ Նայում ես։ Նայում ես։ Արի։ Արի։ Լարա ջան, քայլելուց ոչ պակաս կարևոր է ճիշտ ու ախորժակով ուտելը, ու շատ ուտել, այս ես նայ։ Հա բայց այս հղիության հետ ոչ մի կապ չունի։ Ալվարտս մինչև հղիանալն է, այս սենց ուտում է։ Մանեին մի լսի։ Դրա փոխարեն զանգի պուպսիկին ասա, որ հեսա փոքրիկ պուպսիկ ես ունենալու։ Ճիշտ ես ասում։ Պուպսիկն է ինքը ինձ սիրում է երեխեքին ուզած գումարը փոխանցելու։ Ապրեք շատ անչափ։ Ձեզ շնորհակալ եմ աղջիկներ։ Ես գնացի ծախսելու։ Պակա։ Արկելի ինտրաս զանգված։
Ուրեմն ես սրի շատ կանեմ այս քաղաքում խցանումների հարցը։ Բոլորը փողոցները, որտեղ որ խցանումներ կան, կփակենք, կսարքենք նոր փողոցներ առանց խցանումների։ Այո! Ուրեմն բոլոր ավտոբուսների մեջ կտեղադրվեն կոֆեի անվճար ապարատներ։ Շատ չէ, թամենը մարդը մի հատ 100 դրամ մռնում եք ապարատի մեջ եկացար։ Այսինքն կոֆեն խմեք, ձեր տրամադրությունը կբարձանա։ Տրամադրությունը որ բարձանա, ավելի լավ կաշխատեք, ավելի լավ կաշխատեք, երկրի տնտեսությունը կզարգանա։ Երկրի տնտեսությունը որ զարգանա, ավելի շատ փող կաշխատեք, ավելի շատ փող կաշխատեք, հետևաբար ավելի շատ կոֆե կխմեք, ավելի շատ կոֆեն որ խմեք, կվերանա երկրում աղքատությունը։ Այսինքն ընդամենը մի կաֆի ապարատով ես կլուծեմ ձեր աղքատության հարցը, դուք կլին։ Ոնց որ ձերը լվում էլի մռնում սիպաշկայել։ Այո! Իվան, հեն այդ երեխեն։ Այս միտինգի է եկել։ Ես իմ տեսած ամենա քաղաքականացված երեխեն է։ Բարև, ինձ հիշում ես, այս զենքը ես եմ քեզ նվիրել, դե հետ դուր։ Չէ։ Ինչ եք ուզում։ Տիկին ջան, զենքը պետք է հետ վերցնենք։ Ոնց թե հետ վերցնեք, նվիրել եք հիմա էլ հետ եք ուզում։ Չեմ տալի։ Դուր։ Հələ ձերքերդ քաշի թե չէ ոստիկանություն եմ կանչում։ Տիկին ջան, հանգստացեք, մենք տեղը փոխարեն ուրիշ բան կնվիրենք, լավ։ Հա, ուրիշ բան կնվիրենք։ Դուր։ Չեմ տալի։ Դուր ասում եմ։ Չեմ տալի։ Դուր։ Չեմ տալի։ Պիստոլետը Չեմ տալի։ Դուր ասում եմ, Թանկս բարեկո։ Նորմալա, մերնապ կեսակ տամամա։ Դուր չէ բաչկասս տտվցերից տրցել են էլի։ Ափսոս, շատ ափսոս։ Ինչ վատ բան եղավ։ Սիրից տտվ տրցել են էլի ինչ ա եղել որ։ Արա Լյովիկովա քո ականջի մասին вообще մտածում է։ Ես նեղվում եմ որ քեզ ա կպել։ Սենց բան պետք է մենակ իմ ու Տրամպի հետ լիներ, որ իմ ռեյտինգը բարձրանա։ Ушут, успокойся! Надо еще разобраться, что случилось. Что случилось? Քաղաքական պատվեր случилось. Что случилось? Սրանք ուզում էին ինձ վերացնել։ Դու ավես որ մի հատ էլ քեզ վերացնեն կամ ես իմիջ։ Ֆակտ ինձ է կրակե, ուրեմն ինձ է ուզում են վերացնել։ Ջիրո հեսակո պատճառով բոլորից նստածնել մեր։ Չնայած ես ինչ մեղավոր եմ, անհաջող աղբերս սակրակել։ Ես ինչ։ լավ։ Վախեցար։ Արուտ ջան, ինչ լավ է եկար։ Ժողովուրդ ջան, ծանոթացեք, մեր կազմակերպության տնօրենն է։ Բարերար, գործարար, ֆիլանտրոպ, դոլարային միլիոնատեր, մի խոսքով, մեծատառով մարդ Վարուժան Գալտակյանը։ Բարում Վարուժանը եկել է, որ լուծում տա ձեր խնդիրներին։ Շատ հաճելի է։ Բայց այս զենքի հարցը շատ լուրջ է։ Ու պետքա լուծում տանք այդ հարցին։ Պետքա զանգել ոստիկանություն, պատմել ամեն ինչ, թող իրենք էլ գան լուծում տան։ Ես հեսա երեխա եմ ունենում ու չեմ ուզում, որ իմ երեխան առանց պապա մեծանա։ Իվան, հանգստացի, մի հատ քեզ հավաքի, ինչ ոստիկանություն։ Ուշադիր լսի տես ինչ եմ ասում։ Դու մտածում ես մենք բանը գործ չունենք, պետք է Չինաստանի Զայրատնիկ Նասկի ու գլխի մասաժով բերենք։ Մենք շատ լուրջ կազմակերպություն ենք։ Ու այդ զենքը պատական չէ որ հայտնվել է ստե։ Շատ լուրջ մարդիկ կան, որ նման պատվերների համար լուրջ գումարներ են տալիս։ Ու այդ լուրջ գումարներից էլ դուք ձեր տոկոսներն եք ստանում։ Պարոն Գալտակյանն առաջարկում է, որ սուսուփուս շարունակեք համագործակցությունը։
Եթե ոստիկանությունը դիմեք, մեկ այս ամբողջ ապրանքը ձեր անունով է։ Պարոն Գալտակյան, ձեր կինն է զանգում։ Պոպս, շնորհակալ եմ շատ, որ փողը փոխանցեցիր։ Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես։ Լսի, մեկ էլ մի քիչ էլ փող կուղարկես, որ հասկանամ, որ երեխուն էլ ես սիրում։ Ոչ իմացար, պոպս։ Լսի, մենք հղի ենք։ Հասկացար ով է։ Ոնց Լարայի պուպսիկն է։ Լարայի պուպսիկը որն է իմ քո բոլորի պուպսիկն է։ Նա տալիս ինձ նորմալ շնորհավոր եմ ցավը տանը։